Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը հայտարարել է, որ անթույլատրել է, որ Հայաստանում տեղի ունենա այն, ինչ տեղի է ունեցել Մոլդովայում եւ Ուկրաինայում։ Իսկ Բելարուսը իրական հարցն այստեղ է։ Անթույլատրել է, որ Հայաստանում կրկնվի այն, ինչ տեղի է ունեցել Բելարուսում։ Մոլդովան եւ Ուկրաինան անցնում են արհավիրքների միջով, կռվում են իրենց ինքնիշխանության, իրենց ազատության համար։ Ուկրաինան պատերազմ է վարում, որովհետեւ ուզում է ինքնուրույն ընտրել իր դաշնակիցներին եւ ինքնուրույն որոշել իր անվտանգության ճարտարապետությունը։ Մոլդովան խզում է ռուսական կախվածությունը, որտեղ ուզում է կենսունակ եվրոպական պետություն լինել։ Իսկ Բելարուսը դասագրքային օրինակ է, թե ինչ ասել է լինել փալաստ պետություն։ Դրոշ կա, նախագահ կա, սահման կա, բայց չկա ինքնուրույն արտաքին, ներքին քաղաքականություն, չկա սեփական անվտանգային պատկերացում, ճարտարապետություն։ Ամեն ինչ որոշվում է Մոսկվայում։ Դա ոչ թե պետություն է, այլ ազդեցության գոտու մեջ ձևական մի սուբյեկտ։ Եվ հենց այստեղ է կեղծիքը։ Այն եկեղեցին, հայ եկեղեցին, որը 2020-ի 44 օրյա պատերազմի ժամանակ, դրան հաջորդած տարիներին, 2023-ի Արցախի հայաթափման օրերին նույնիսկ ծպտուն չի հանել այդ բոլոր իրադարձություններում Ռուսաստանի եւ Բելարուսի կործանարար դերի մասին։ Այսօր իրեն իրավունք է վերապահում որոշել առանց Ռուսաստան Հայաստանը պետք է գոյություն ունենա, թե ոչ։ Վասալացված ռուսական հավելված Հայաստանը պարզապես դանդաղ ազգային մահ է պետականության դեկորացիաների ներքո։ Իսկ մեր ընտրությունը պետք է լինի միանշանակ, ոչ թե Բելարուս, այլ իրական, լիարժեք, ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն։